Այսօր զրուցում ենք դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար գլխավոր շտաբի պետ փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ։ Շնորհակալություն, որ ժամանակ եք գտել մեզ հետ զրուցելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեր քաղաքական ուժը հայտարարում է օրենքի դիկտատուրայի միջոցով արևային Հայաստան կառուցելու մասին, սակայն իրավիճակը, որում գտնվում է ԴՕԿ-ը, մեղմ ասած արտառոց է։ Այն իմաստով, որ ԿՀ-ն մերժել է ձեր լիդերի գրանցման հայտը, գտնվում են նա ֆիզիկապես Միացյալ Նահանգներում եւ միգրացիոն կալանքի տակ է։ Դուք չկաք փողոցներում, բակային հանդիպումներ չեք անցկացնում։ Սկսենք ամենաառանցքային հարցից, պարոն Բաղդասարյան, դուք գլխավորում եք կուսակցության նախընտրական ցուցակը։ Ինչպես է ստացվում, որ դուք ցուցակի առաջին համարն եք, բայց ձեր կուսակցության անդամները վարչապետի թեկնածու են դիտարկում Վարդան Ղուկասյանին։ Շատ լավ, մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար, հարցերի փունջեր փորձեմ հերթով պատասխանեմ։ Ձեր հարցին առաջ համարում ես եմ, ինչպես է, որ ոչ թե դիտարկում են, դիտարկում ենք ես եւս վարչապետի թեկնածու պարոն Ղուկասյանի։ Նախ արձանագրեմ, որ ԱԺ ընտրությունները դա վարչապետի ընտրություն չէ, համապետական ընտրություններ են։ Ավելին ճիշտ նկատեցիք, առաջ համարում եղել է պարոն Վարդան Ղուկասյանը եւ կենտրոնական հանձնաժողովը ըստ էության որոշեց, որ չպետքա գրանցի։ Կարճ անդրադարձ անեմ, թե կենտրոնական հանձնաժողովի մարմնի, այսպես ասած, լիազոր մարմնի որոշումը իրավաչափ չէ այն հիմքով, որ որոշում կայացրեց կենտրոնական հանձնաժողովը, ասեց, քանի որ պարոն Ղուկասյանը չի կարողացել անձնագրային բաժնից վերցնել տեղեկանք, ապա այդ հիմքով, քանի որ տեղեկանք չի վերցրել, ես չեմ գրանցում։ Իրավամբ ես կարծում եմ, որ դա իրավաչափ չէր, ինչի, որովհետև հանրահայտ փաստ է, որ Վարդան Ղուկասյանը լավագույն ցանկության դեպքում չէր կարող Հայաստանի անձնագրային ծառայությունից տեղեկանք վերցնել, քանի որ գտնվում է էմիգրացիոն բանտում վարչական կալանքի տակ։ Նախ առաջ ընկնելով ասեմ, որ 1.5 տարի արդեն մոտ անձը գտնվում է վարչական կալանքի տակ, որը աննախադեպ երևույթ է ինչպես Ամերիկա, այնպես էլ աշխարհի համար։ Որպես կանոն վարչական կալանքի տակ գտնվող անձիկ գտնվում են 5 օր, 10 օր, չգիտեմ, 1 ամիս, 2 ամիս, բայց անձը այսօր իրավամբ արդեն առանց քրեական մեղադրանքի 1 եւ ավել տարի ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ է կրում։ Գալով կենտրոնական հանձնաժողովի այդ գործառույթին ես տեղեկացնեմ ձեզ, որ միջնորդություն արվեց իմ կողմից, որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան, որ օրակարգից հանեն այդ քննարկումը, որտեղ անձը լավագույն ցանկության դեպքում չէր կարող անձնագրային բաժնից վերցնել այդ տեղեկանքը։ Սակայն կենտրոնական հանձնաժողովը որոշեց, որ դա կապ չունի եւ այսպես ասած հանեց ցուցակից։ Բնականաբար հաջորդ համարը Բաղդասարյան Լևոնը իրավապաշտպան դարձավ առաջին։ Բայց դա դեռևս չի նշանակում, որ պարոն Վարդան Ղուկասյանը վարչապետի թեկնածու չէ։ Այսինքն, ասով, եթե ԴՕԿ կուսակցությունը անցնում է ազգային ժողով եւ կարողանում է, այսպես ասած, օրենքով սահմանված կարգով թելադրել իր խաղի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմնում, ապա ինչպես հայտարարվել է, այնպես էլ եւ է պարոն Վարդան Ղուկասյանը մեր վարչապետի թեկնածուն է։ Հիմա ձեր թիմակիցները հայտարարում են, ներողություն եմ խնդրում, ավարտեմ, ներողություն եմ խնդրում, եւ վերջինիս առաջնորդությամբ բացառապես իրականացվելու է գործադիր եւ օրենսդիր գործողությունների շարքը։ Ձեր թիմակիցները հայտարարում են, որ հաղթանակի դեպքում Վարդան Ղուկասյանը կվերադառնա եւ կդառնա վարչապետ։ Իրավական տեսանկյունից դա ինչպես է հնարավոր։ Իրավական տեսանկյունից, եթե մենք ձևավորում ենք եւ կառավարություն եւ օրենսդիր մարմին ձևավորում ենք մեր ուժը, օրենքով սահմանված կարգով կա իրավական գործիքակազմը, Վարոն Վարդան Ղուկասյանը լինելու է Հայաստանում եւ առաջնորդելու է կուսակցությունը։ Ինչ մեխանիզմներ են դրանք։ Կարող եք բացատրել։ Բավականին պարզ։ Օրենսդիր մարմինը կայացնում է կատարում է համապատասխան գործառույթներ, իրականացնում է որոշում, որից հետո իրավական հետևանքը լինելու պարոն Ղուկասյանի վերադարձը Հայաստան։ Իսկ եթե պարոն Ղուկասյանին Միացյալ Նահանգները պարզապես կալանքից չի թողնում, այդ դեպքում ինչ է լինելու։ Ուրեմն կալանքի հետ կապված հետաքրքիր հարց տվեցիք, ինձ թվում է ես բազմիցս դրան անդրադարձել եմ, անդրադառնալ հետեւյալը։ Ինչ է կատարվել իրականում։ Միացյալ Նահանգների դատանը վճիռ է կայացնում եւ ասում է հարգելի պարոն Ղուկասյան, դուք պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից դուրս գաք։ Այս կտորը կարծում եմ հասկանալի է։ Վճիռ ունի, որ պետք է Միացյալ Նահանգներից դուրս գա։ Պարոն Վարդան Ղուկասյանի փաստաբանական թիմը, նաեւ ես,
Բողոքարկում ենք օրենքով սահմանված կարգով այդ վճիռը եւ օրինականուց չի ստանում։ Ինչպես Հայաստանում երբ վճիռը բողոքարկում ես օրինականուց չի ստանում, լինել Միացյալ Նահանգներում։ Դրանից հետո այդ ընթացքում մոտ 2 ամիս տևեց, քանի որ Միացյալ Նահանգների դատանը վճիռ էր կայացրել, որ պետք է դուրս գա Միացյալ Նահանգների սահմաններից։ Փաստաբանական խումբը իդեմս ինձ իմ այսպես ասած կոորդինացման աշխատանքի շնորհիվ 4 երկրներ առաջարկեցին պարոն Վարդան Ղուկասյանին full visa, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ պետությունը, իդեմս պետության առաջի դեմքի երաշխավորում է վերջինիս անվտանգությունը եւ մնացած կեցության մնացած բոլոր ձևաչափը։ Եվ պարոն Ղուկասյանը ընտրեց համապատասխան երրորդ երկիրը։ Հրապարակայինորեն հայտարարել դա եղել է Ռուսաստանը։ Դրանից հետո ինչ պետք է աներ Միացյալ եւ հրաժարվեց իր բողոքից։ Այն բողոքը, որ գրել էր օրինականուց չէր ստացել, հրաժարվեց։ Դրանից հետո ինչ արեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը։ Լիազոր մարմնի ներկայացուցիչը հանդիպում է պարոն Վարդան Ղուկասյանի հետ, հրապարակայինորեն պաշտոնապես հայտարարում են։ Ասում է պարոն Ղուկասյան, եկեք կլինի, դուք մի գնացեք Ռուսաստան։ Եկեք կլինի ես ձեր խափանում կալանքը փոխի դատախազությունը։ Դուք մնացեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ձեր բողոքն էլ թող քննվի։ Ավելին, այդ ընթացքում Ամերիկա Ինչ հիմնավորմամբ։ Հիմնավորման հետևությունը երևի դուք կանեք։ Այստեղ այդ բայց սկսած արդեն իրավաբանություն չկա։ Ես իրավական հարցը դրեցի, բացատրեցի, որ անձը պետք է լքեր Միացյալ Նահանգների սահմանները, full visa-ն տալիս են, բողոքից հրաժարվում, ասում թողեք գնամ։ Դրանից հետո չկրկնվեմ արդեն։ Տվյալ անձնավորությունը առաջարկում է։ Եվ Վարդան Ղուկասյանը հրաժարվում է։ Ավելին այդ ընթացքում դատախազությունը միջնորդություն է ներկայացնում Միացյալ Նահանգների դատարանին, որպեսզի խափանում, որ համաձայն է խափանում կալանքը փոխվի։ Պատկերացնում եք։ Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը իրավամբ հրաժարվում է, ասում է մեկ ավել տարի դուք ինձ պայել եք ստեղ, հիմա ինչ որ առաջարկություն եք անում, այն ժամանակ, երբ 4 երկրներ, աշխարհի 4 խաղացող երկրներ, այսպես ասած, full visa են տվել, որ մարդը դուրս գա։ Ասում է համաձայն չեն։ Եվ ականջին շշնջում են, ասում են ձեր իրավունքն է, խնդիր չկա, կարող եք գնալ։ Մենք ամեն ինչ անել ենք, որ ձգենք։ Այս ընթացքում ինչ է անում փաստաբանների խումբը։ Դες բան աննախադեպ բան է։ Մտնում է Միացյալ Նահանգների դատարան նոր պահանջով, ասում է պարտավորեցրեք այս լիազոր մարմնին, որպեսզի դատանի վճիռը կայացնի։ Պատկերացնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների նման գերհզոր իրավական համակարգ ունեցող երկիր։ Եվ այդ արագացված վարույթ է դա օրենքի ուժով։ Արագացվածը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ 1-2 շաբաթում պետք է դատանը քննի ավարտի։ Դատան այն քննում է 6 ամիս։ Եվ 1.5 ամիս էլ գնում է մտածելու, թե ինչ վճիռ կայացնի։ Եվ վերջում վճիռի տեքստը մոտավորապես հետևյալն է։ Չի ասում մերժում եմ, ասում է Միացյալ Նահանգներում նման նախադեպ չկա, որ լիազոր մարմիններին պարտավորեցնել, որ վճիռը կատարածվի։ Ավազիկ տոտալ խախտում։ Ավելին ես ես տեղեկացնեմ։ Ըստ էության սրա լուսավոր կետը որն է, որ եւ Միացյալ Նահանգները, եւ Ռուսաստանը ընկալեցին, հասկացան, որ Վարդան Ղուկասյանը անգամ բանտում գտնվելու ժամանակ իր կերպարով ամբողջովին նա տարածաշրջանի լուրջ խաղացող է։ Բարի ուղակի իմաստով։ Եվ այսօր ցավոք սրտի անհավասար պայմաններում մենք դուրս ենք եկել նախընտրական պայքարի։ Այսօր են հարցին, որ ասում են Վարդան Ղուկասյանը ազատության մեջ է վայել, պաշտոնապես հայտարարում իրականության հետ բացարձակ աղերս չունի, բայց Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ մենք մտնելու ենք ազգային ժողով, մնացածն էլ արդեն ասեց։ Շատ լավ։ Դոկը գրեթե չկա փողոցներում եւ բակերում, դուք այդ մասին արդեն խոսեցինք, ասեցինք, բայց ընտրել եք բացառապես սոցիալական ցանցերով քարոզչության տարբերակը։ Ձեր տեխնացուներից Սարգիս Արզումանյանը ասել է, որ դուք քվե մուրալու խնդիր չունեք։ Արդյոք արդար է այս ձևակերպումը ընտրողի հանդեպ եւ ինչպես եք պատրաստվում դեպի ձեզ բերել այն ընտրողներին, հատկապես տարեցներին, ովքեր սոցիալական ցանցերում ակտիվ չեն։ Շատ լավ։ Այստեղ գալուց ճիշտ ասած ես մտովի այն գիտակցության եկա, որ ասի ինչ հետաքրքիր է 30 տարի փայլուն ոսկեղենիկ հայերենով ծրագրեր են գրում, շուտ ասելուկի պես էլ հայտարարում են փողոցներում, բակերում, TV-ներով եւ այլն։ Եվ արդյունքում գալիս է նոր ընտրությունների շեմին դուրս են գալի տասնյակներով քաղաքական միավորներ եւ նորից ինչ որ ոսկեղենիկ հայերենով ծրագրեր են ասում եւ այսօր մենք ունենք այն ինչ որ ունենք։ Եվ նման դեպքում ինձ համար որպես եւ իրավապաշտպանի եւ ընտրողի հետեւյալ գիտակցությանն եմ գալի, լավ ասում եմ։
ընտրողը չի ասում եղբայր 5 տարի առաջ, 10 տարի առաջ, ընտրությունից ընտրություն։ Դուք ծրագիր եք ներկայացնում եւ այն քաղաքական միավորը, որ անցնում է պայմանական իշխանություն է վերցնում, մեկը չկա հարցն, այս ծրագիրը ում է պետք, եթե դուք դա չեք իրականացնում։ Եկեք հետ գնանք եւ բացառապես չեմ ցանկանա թիրախավորեն ոչ այս իշխանությանը, ոչ էլ նախորդներին։ Նախորդ դարի 90-ական թվականներից նմանօրինակ ծրագրեր է իրականացվել, հրապարակվել։ Եկեք մի հատ հետևություն անենք, տեսնենք այդ ծրագրերի քանի տոկոսն է կատարվել։ Ես օրինակը բերեմ Արգենտինայի։ Վերջերս ընտրություններ էր, նախագահ ընտրություններ էր։ Արգենտինայի նախագահան հրաժարվեց դուրս գալու փողոց, հրաժարվեց քարոզանելու բակերում, մարզերում եւ այլն, ասելով, որ իմ աշխատանքը հանրությունը տեսել է, թող գնահատականը տա։ Հիմա հետ գանք Վարդան Ղուկասյանին։ Շատ ներողություն, Արգենտինայի նախագահը կամ բարձրաստիճան պաշտոնյան հնարավորություն ունի հերոստանգերությամբ իր դիտարկումները ներկայացնելու հանրությանը, իսկ համաձայն չեք, որ մի խումբ կա հանրության, որ սոցցանցերից պարզապես օգտվելու կարգ չգիտի, Այս շարունակում եմ, դուք այդ հարցը տվեցիք, ես հարցին կպատասխանեմ, բայց հիմա փորձում եմ այլ հարթության վրա այլ արձանագրում անեմ։ Ուրեմն Վարդան Ղուկասյանը հանրությանը, ընդ որում ոչ միայն մեր ընտրողներին, այլ համայն հայությանը, դա ինձ համար հանրայդ փաստ է, հայտնի է դեռևս 7-8 տարի առաջ։ Անց ով բարձրաձայնեց մի շարք խնդիրների հետ կապված հարցեր, տակը դնելով փաստեր, անձով տվեց հայտարարություններ հանցագործությունների մասին եւ անձ, որի օգտակար գործողության գործակիցը արձանագրում եմ ես, ավելի քան շատ է, քան թե թողներվի բազմաթիվ քաղաքական միավորումները իրար հետ գումարած եւ իր կատարած աշխատանքի արդյունքը ավելի մեծ է, քան թե ցանկացած պետական հիմնարկի աշխատանք։ Եկեք հետ գնանք եւ ավելին կարող ենք մանգալ գտնել համացանցերով, ինչպիսի փաստեր արձանագրեց, ինչպիսի հանցագործություններ բացահայտվեցին, ավելին իր համակարգչի մոտ նստած մոտ մի քանի 30 թե 40-50 միլիոն դոլարի փաստ արձանագրեց, հայտարարություն տվեց։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ ես։ Շատ հաճախ ասում են Վարդան Ղուկասյանը քանի որ հայոյում է, ապա իրան ընտրողը չի ընտրելու։ Հիմա եկենք հարց տանք, ինչի Վարդան Ղուկասյանը սկսեց հայոյել եւ ով էր Վարդան Ղուկասյանը, որ պետք է այսպես ասած բարձրաձայներ Հայաստանում տիրող տարբեր առերուտ հանցագործությունների վերաբերյալ։ Եթե երկիրը երկիր լիներ, եթե իրականության մեջ պաշտպանված լիներ քաղաքացին, եթե քաղաքացին իր մեջքին զգար պետական լիազոր մարմինների ուժը, երբևիցե քաղաքացին Վարդան Ղուկասյանին չէր դիմի, հարյուրներով, հազարներով են դիմել։ Երբևիցե Վարդան Ղուկասյան եթերը չեն լսի, որպեսզի հասկանան, թե ինչ է տերում Հայաստանի Հանրապետություն։ Ավասիկ ձեր հարցի պատասխանը։ Վարդան Ղուկասյանին հանրությունը ճանաչում է։ Եվ եթե նժարի վրա պետք է դնի, թե ով է ոսկեղենիկ հայերենով մտնում բակերը եւ ինչ-որ ծրագրային դրույթներ ասում, եւ մյուս նժարի վրա թող դնի, թե ով է Վարդան Ղուկասյանը եւ ինչ արեց, առավել եւս որպես իրապաշտպան եմ արձանագրում, կարեւոր բան է սա։ Նայեք, երբ անձը գտնվում է բանտում, անձի մոտ աշխատում է ավելի շատ աշխատում իր էգոն, անձը ավելի էգոիստ ալնում, անձը մի ժամ շուտ ցանկանում է դուրս գա ազատություն։ Դա հանրայդ փաստ է։ Ու տեսեք Վարդան Ղուկասյանը 1.5 տարի նման առաջարկությունը, որ արել են, դուրս չի եկել, եւ այս պայն բանտում նստած իր քննադատողական խոսույթը, ինչպես այն երկրի, որտեղ ինքը բանտված է, այնպես էլ մնացած բոլոր հարցերի։ Ձեր առաջնորդը հայտարարել է, որ մինչև պետականաշինությանն անցնելը անհրաժեշտ է երկրի ներսում սանիտարական մաքրում իրականացնել։ Ինչ է սա նշանակում։ Միանշանակ ճիշտ եք։ Մենք արձանագրում ենք հետևյալը։ Նախ ի տարբերություն շատ քաղաքական միավորների, եզակի քաղաքական միավորն է դոկուսակցությունը պարոն Ղուկասյանի գլխավորությամբ, որ ասում է ոչ ներկաներին, ոչ նախորդներին։ Չկա մի քաղաքական միավոր, որ երկուստեք փորձի խաղացող նման արտահայտություն անի։ Ինչ ենք մենք ասում, այս 30 տարիների ընթացքում ցավոք սրտի ընտրովի արդարադատության, փողոցի արդարադատության, զորբաների ինստիտուտի արկայության պայմաններում մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Դրա համար անհրաժեշտ է որպեսզի արվի սանիտարական մաքրում։ Վարդան Ղուկասյանը չունի կաշկանդվածություն ոչ նախկինների, ոչ ներկաների հետ կապված։ Եվ միանշանակ, քանի սանիտարական մաքրում չի արվել, մոռանանք, որ մենք կարողանալու ենք, ասենք,
արևային երկիր կառուցենք, դա մեր կուսակցության սիրելի բառն է։ Եվ շարունակեմ միտքերս, նայեք, սա իմ մասնավոր կարծիքն է, եւ կարծում եմ հետագայում պարոն Ղուկասյանը երբ կառավարությունը ձևավորեն կհամաձայնվի իմ իրավապաշտպանիս մտքի հետ, նաեւ ասեմ բազմիցս պարոն Ղուկասյանը հայտարարել է, որ անվերապահորեն ինձ ընդունում է որպես եւ իրավապաշտպան եւ գլխավոր շտաբի պետի։ Ես հայտարարել եմ անգամ հրապարակային։ Ասել եմ, ինչի չեն գնում այդ ուժերի հետ։ Քանի իրենք չեն ընդունել հրապարակային իրենց սխալները, քանի իրենք չեն ապաշխարել, քանի մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, բայց երբևիցե չի լինելու փողոցի արդարադատություն, պետք է լինի իրավամբ արդարադատություն։ Նրանք մեր հետ չեն կարող քայլել։ Այդ դրանից հետո նրանք լինելու են կոնկրետ իմ եղբայրները եւ քույրերը։ Դա աստվածաշնչյան մեծ խորհուրդ է, իրավանորմա եւ փորձելու են ղեկավարել դրանով։ Միակ կոնտինգենտը, ով չի կարող լինի իմ եղբայրը եւ քույրը, մեր եղբայրները եւ քույրերը, դրանք դավաճաններն են։ Ու դավաճան ասելով պետք չի հասկանալ միայն հայրենիքի դավաճանը։ Դավաճան ասելով պետք է հասկանալ, այսինքն որ գնում ենք եւ կրուգոն բեգոմ կներեք ռուսերեն ստացվեց, մենք տեսնում ենք դավաճաններ, անկերության մեջ համակարգի դավաճանություն եւ այլն։ Միանշանակ ճիշտ է։ Եվ դավաճանությունը ավարտեմ լինելու է մահապատիժ։ Դավաճանությունը լինելու է մահապատիժ, օրենսդրական փոփոխություն պետք է արվի եւ կներեք ես հաշվի չեմ առնելու ոչ եվրոպական ինչ որ կարծիքները եւ այլն։ Ինչի՞, որտեւ աստվածաշնչյան իրավանորմով դավաճանները պետք է հատուցեն իրենց մահվանով։ Դրա տիպիկ օրինակը Հուդայի մահն էր։ Գիտեք, Հիսուս Քրիստոսին պետք չի միայն ընկալել Աստված, որ Աստվածային էր։ Հիսուս Քրիստոսին պետք է ընկալել անձ Աստվածի, ով փորձեց երկրում դնել խաղի կանոններ, եւ ով խախտում այդ խաղի կանոնները հատուցում է համապատասխան։ Շատ լավ։ Ձեր ծրագրով առաջարկում եք ծառայողական մեքենաներ թողնել միայն 4 պաշտոնյայի ներառյալ կուսակցության նախագահի համար։ Մնացածին տալ տաքսու փող։ Ինչու է իշխող կուսակցության նախագահին հասնում մեքենա, իսկ ասենք պաշտպանության նախարարին ոչ։ Այսինքն արտակարգ իրավիճակներում եթե պաշտպանության նախարարը փորձի դիրքեր հասնել, տաքսով պետք է հասնի։ Ներողություն, սխալ եք ընկալում։ Ընկալումն է սխալ։ Ընկալումն է սխալ, ես հիմա փորձեմ ավելի մանրամասն ասեմ։ Գիտեք, Հայաստանում իր բնակչության թվով, պաշտոնյաների թվականակով ծառայողական մեքենաները, երկարավոտ քարտուղարուհիները, օգնականները մի խուրձ թողներվի բառից համար աշխարհում ամենաշատ պետությունների, եթե ոչ առաջի պետության թվին են դասվում։ Դա արձանագրեցինք փաստ, դրեցինք մի կողմ։ Հիմա ձեր ասած հարցի պատասխանը ոնց է պատկերացնում, որ պաշտպանության նախարարը դիրքեր պետք է հասնի տաքսիով։ Նպատակը ոչ թե դա է, եւ երկրորդ, եթե պաշտպանության նախարարը պայմանական եմ ասում, չունենալու ծառայողական մեքենա, դա դեռ չի նշանակում, որ տաքսիով է մարդը գնալու։ Մարդը անձը կարող ունենա անձնական մեքենա եւ համապատասխան նաեւ պետական աջակցության բենզինի վառելիչներում գնա։ Ինչ վերաբերում է դիրքերին, այստեղ մենք սխալվեցինք։ Դիրքեր գնացող ցանկացած մեքենա պետք է լինի ավելի քան սպეციფიკացված։ Ես օրինակ բերեցի։ Չէ, օրինակ բերեցիք, բայց բան օրինակ էր։ Այսինքն անձը պետական պաշտոնյան իր գործառույթները իրականացնելիս կլինի պաշտպանության նախարար, թե կրթության գիտության նախարար, թե առողջապահության նախարար, իր շրջապատող գործիքակազմը, տեխնիկական հագեցվածությունը պետք է լինի full, շատ կարևոր է դա։ Անձին աշխատողին պետք է տաս full, որպեսզի նաև կարողանաս full պահանջես իրանից։ Չի լինելու այլևս հարազատական, զորբաների ինստիտուտ, արտոնյալ մարդիկ, եթե դատական համակարգի մասին հարց կունենաք, ավելի մանրամասն կասեմ։ Այսինքն ցավոք ժամանակը մեր թույլ չի տալիս այլևս փորձենք, այո։ Եզրափակեմ ես։ Դեռ ծառայողական մեքենայից հրաժարվել տալը, դա դեռ չի նշանակում, որ անձը իր աշխատակազմում full գործիքակազմ պետքա չունենա։ Հայաստանը այդքան հարուստ չի, որ վարչության պետերով, վարչության պետի տեղակալներով, քարտուղարիներով մենք կարողանանք պետական բյուջեն այդպես մսխենք։ Եվ քանի որ ասեցիք, որ ժամանակը Ես մեկ հարց էի ընդհանրապես ուզում տալ, քանի որ ծրագրի սկզբում մենք խոսեցինք այս մասին, ձեր ամենաուշագրավ դրույթներից է համարվում համայնքներում շերիֆի ինստիտուտի ներդրումը, որը հաշվետու է լինելու միայն իշխող նաև իշխող կուսակցությանը։
Ինչու պետք է իրապահ մարմնի ղեկավարը հաշվետու լինի կուսակցությանը եւ ոչ միայն բացառապես օրենքին։ Իմ կարծիքով աշխարհի լավագույն մոդելներից մեկը ոստիկանական, դա շերիֆի ինստիտուտն է։ Շերիֆ, որը ներկայացնում է բացառիկ իշխանություն է ներկայացնում իր ոլորտում եւ ունի ֆուլ իրավունքներ եւ ունի ֆուլ պարտավորություններ։ Ես չեմ ուզում ասեմ, որ այսօր մեր ոստիկանական համակարգը 0 է, բայց ավելին ոչ իր տեղում դերում չի։ Նաեւ ստրուկտուրան պետք է փոխվել։ Այսինքն ոստիկանը պետք է գիտակցի օրենքի իշխանությունը, ինչա նշանակում ոստիկանը թե հելնում են զազրախոսում են։ Հասկանում եք, անգամ ոստիկանը եթե մեղավոր է, դու պետք է հասկանաս հարգես։ Տվյալ մարդը պետության դեմքն է, իշխանությունն է ինքը։ Ասենք լավ, պայմանական քո գիտելիքը մի քիչ ավելի բարձր է, քան թե ոստիկանի, դա ինչա նշանակում է փողոցում դու պետք է բռնես փչացնես, չի լինելու տես բան։ Տոտալ օրենքի դիկտատուրայի ուժով քո տեղում քաղաքացի քո դերում ոստիկանը իշխանություն է։ Ոստիկանը իրան ճիշտ չի պայել, կետա ամենախիստ պատասխանատվությունը կենթարկվի։ Մեր ծրագրում եւս կա որ պաշտոնյան դիրքը մի գլուխ ավելի բարձր պատասխանատվության, նու շեմա դրած։ Ինչ վերաբերում է հաշվետվի տալու կուսակցությանը, դա լոկալ հարթության վրա նաեւ կուսակցությունն է ամեն ինչի կրողը։ Այսօր կուսակցությունն է գնում նախընտրական քարոզի, ծրագիր է տալիս, ասում է ժողովուրդ, այս ծրագիրը ես պատրաստ եմ իրականացնեմ։ Վաղը պատասխան տվողը պետք է լինի կուսակցությանը։ Այս բարձի թողի անտեր վիճակը վերջապես պետք է վերջացնել, որ ժողովուրդը հասկանա կուսակցությունը եկավ նախընտրականի, վաղը իրանից ինքը հաշվետու, դա է ընդհանրապես նպատակը եղել։ Հասկացա, եւ մեկ բառով բնութագրեք ինչ է սպասում Հայաստանին, եթե հունիսի 7-ին հաղթի դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը։ Օրենքի դիկտատուրայի իմ հեղինակային բառն է, գիտեք, ես 15 տարի ասում եմ, բառը մոռացա։ Օրենքի դիկտատուրայի ուժով արևային Հայաստան։ Ամենա խոշորացուցով ամենալոկալ հարցերը փորձել ենք նայենք, ավելին մեր մոտ կադրային բանկի հերթ է արդեն։ Շատ շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում ընտրություններում։ Մենք զրուցում էինք դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար գլխավոր շտաբի պետ փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ։ Ցտեսություն։